Քրիստոսի պայծառակերպությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից է եւ հիշատակն է այն դեպքի, երբ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջև Քրիստոս այլակերպվեց։ Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթեոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները։ Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Սուրբ Հարությունից 14 կամ Հոգեգալստից 7 շաբաթ հետո Կիրակի օրը։ Հայաստանյան եկեղեցին տոնը կոչում է նաև այլակերպություն կամ վարդավառի տոն։ Հիսուս մինչ այլակերպությունը իր մեջ կրում էր աստվածության պայծառությունը եւ պայծառակերպելով նա հայտնեց իր աստվածությունը։ Պայծառակերպության տոնի ժամանակ ժողովրդական սովորություն կա միմյանց վրա ջուր ցողել եւ աղավնի բաց թողել։ Որոշ աղբյուրներ այն կապում են հայ հեթանոսական աստվածոյի հետ, սակայն իրականում սա խորհրդանշում է ջրհեղեղը եւ Նոյի ընտանիքի փրկությունը։ 2012-ին պայծառակերպության տոնը նշվեց հուլիսի 15-ին։ Տոնի օրը ողջ հայ առաքելական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Սուրբ Պատարագ մատուցվեց նաև Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ պատարագիչն էր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս Քահանա Մարգարյանը, որը իր խոսքում մասնավորապես նշեց. Այս ուխտագնացությանը մասնակցում էր ոչ միայն Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միությունը, այլև Սպիտակի, Օձունի եւ Դսեղի երիտասարդները։ Չնայած Դսեղը չունի մշտական հոգևոր հովիվ, սակայն Տեր Մասիս Քահանա Վարդերեսյանի մեծագույն ձեռքբերումը եղավ այդ համայնքում երիտասարդաց միության հիմնումը եւ երգչախումբի ստեղծումը։ Ուխտագնացության ավարտին տեղի ունեցավ խաչերթ, որի ժամանակ խաչի շուրջ համախմբվեց տեղի բնակչությունը։ Այդ ժամանակ նրանց բաժանվեց փոքրիկ բուկլետներ եւ բացատրվեց պայծառակերպության տոնի խորհուրդը։ Դիվան գուգարած թեմի։